շատ կարևոր է հասկանալ, որ ցեղասպանությունը դա պատմության ընթացքում տեղի ունեցած ինչ-որ դժբախտ պատահար չէ, ողբերգական դժբախտ պատահար, որտեղ եղել են զոհեր։ Ցեղասպանությունը դա հստակ հանցագործություն է մարդկության եւ մարդկայնության դեմ, որը ունի հստակ հանցագործ, դա Թուրքիան է, եւ այդ հանցագործը պիտի ենթարկվի պատասխանատվության եւ հատուցի իր կատարած հանցանքի համար։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարության մեջ նշում է այսպիսի մի ձևակերպում, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցավ այդ ցեղասպանությունը։ Նախ պետք է մենք ֆիքսենք, որ հայոց ցեղասպանությունը շարունակվել է նաև Թուրքիայի Հանրապետություն հռչակելուց հետո, երբ որ Աթաթուրքը եկավ իշխանության, նա նույնպես շարունակում էր վերացնել թե հայերին, թե հույներին, այսինքն ցեղասպանությունը շարունակվում էր, բայց Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումը նպատակ ունի ասելու, որ հայոց ցեղասպանությունը կատարել է մի պետություն, որը այլևս գոյություն չունի։ Եվ փորձում է սրանով Թուրքիային ազատել այդ պատասխանատվությունից, ակնարկելով, որ այս Թուրքիան այն նախորդ Թուրքիայի հետ կապ չունի։ Այնինչ դա այդպես չի, Թուրքիան հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը եւ պատասխանատու է Օսմանյան կայսրության կատարած հանցագործության։ Ցեղասպանությունը դա հանցագործություն է, այդ հանցագործության համար։ Ինչի հետ եւ վերջաբանը, որը դուք կարդացիք, ըստ էության ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ մենք պետք է այսօր ենթարկվենք Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կամքին եւ նրանց թելադրանքով գծենք սահմաններ, ինչպես իրենք կթելադրեն, հակառակ դեպքում ցեղասպանությունը կկրկնվի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք պիտի հնազանդվենք թուրքերին, որպեսզի չենթարկվենք ցեղասպանության։ Ես հիշեցնում եմ, որ մենք ցեղասպանության ենթարկվել ենք լինելով թուրքահպատակ։ Մենք թուրքական կայսրության հպատակներ էինք։ Դրա համար մենք ենթարկվեցինք ցեղասպանության։ Հենց պետականություն չունենալու հետևանքն էր դա։ Եվ եթե մենք շարունակում ենք այս քաղաքականությունը, ինչ որ այս իշխանությունները եւ հնազանդվում ենք Թուրքիա պետությանը, սա ծնում է նոր ցեղասպանության վտանգ։ Իրենք էլ հակառակն են ասում են, քանի դեռ մենք Թուրքիայի դրոշ, Ադրբեջանի Թուրքիայի դրոշն ենք վառում, ասում ենք նոր վերիժառուներ են ծնվելու, Սողոմոն Թեհլերյաններ եւ այլն, Արարատից ենք խոսում, նորից ցեղասպանվելու ենք։ Այո, սա այն քաղաքականությունն է, որ եկեք ենթարկվենք թշնամու կամքին եւ թշնամին այլևս չի լինի թշնամի։ Սա անհեթեթություն է։ Մենք պիտի հասկանանք, որ մեր գործողություններից կախված չէ Թուրքիայի գործողությունները։ Թուրքիան ունի մեծ պլաններ, այդ մեծ Թուրանի թուրքական աշխարհ ստեղծելու պլանները, իսկ մենք փակում ենք այդ աշխարհի ճանապարհը։ Եթե անգամ մենք վաղը գոռանք ամբողջ աշխարհով մեկ, որ թուրքերը մեր եղբայրներն են, չգիտեմ, մենք Թուրքիայի հետ որևիցե խնդիր չունենք, Թուրքիայի այս ռազմավարական պլանները չեն վերանալու։ Նրանք ոնց կան, այդպես էլ պահպանվելու են։ Այսինքն Թուրքիան ուզում է ոչնչացնել Հայաստանը, որպեսզի իր ճանապարհը բացվի։ Եվ քանի դեռ մենք հնազանդվում ենք Թուրքիայի կամքին եւ այս իշխանությունների Նիկոլ Փաշինյանի ակնարկը դա է, եկեք հնազանդվենք իրենց կամքին եւ իրենց կամքով գծենք այդ սահմանները։ Եվ ակնարկը այն է, որ եթե Թուրքիան ճանաչում է եւ Ադրբեջանը ճանաչում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները, ապա նրանք չեն հատի այդ սահմանը։ Այդ պարագայում մենք տեսնում ենք, որ Թուրքիան Սիրիայի սահմանը ճանաչել էր, նրա հետ տարածքային խնդիրներ չուներ, անգամ բետոնից պատ էին քաշել, բայց երբ որ իրեն պետք եղավ, երկու սեգմենտ այդ պատից բացեց եւ ներխուժեց Սիրիայի տարածք եւ ըստ էության ոչնչացրեց սիրիական պետությունը։ Այսինքն սահման ճանաչելը որևիցե կերպ չի արգելափակում թուրքական ներխուժումը։ Այլ թուրքական ներխուժումը կարող է արգելափակել, եթե մենք ազգովի պատրաստվենք դրան դիմակայելու։